Արցախի հերոս Շահեն Մեղրյանի սրտում էր հայրենիքն ու հայ ժողովուրդը։ Շահեն Մեղրյանի անունն ընդմիշտ կապված է Շահումյանի հերոսական պաշտպանության հետ։ Իր ծննդավայրն էր։ 1952 թվականի հունվարի 2-ին Գյուլիստան գյուղում ծնվեց հերոս, ով իր կյանքով պահեց այդ հողը։ Դեռ մանկուց նպատակասլաց էր, խելամիտ, ուժեղ բնավորությամբ։ Գերազանց ավարտելով միջնակարգ դպրոցը 1969 թվականին ընդունվեց Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ ու ավարտեց բաց դիպլոմով, այսինքն կարող էր մեկնել ցանկացած քաղաք, շքեղ ու անհոգ կյանք վայելել, բայց Շահենն այդպես չէր կարող։ Վերադարձավ հարազատ Շահումյան, ընտրվեց Կոմերիտ միության առաջին քարտուղար ու շատ արագ նվաճեց շահումյանցիների վստահությունն ու հարգանքը։ Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Շահենը դիմեց խորհրդային շրջանի Գերագույն խորհուրդ, խնդրելով շրջանն ընդգրկել Լեռնային Ղարաբաղի կազմում։ Ի պատասխան Ադրբեջանը լուծարեց շրջանը։ Շահենը հեշտ հանձնվող չէր, ամբողջ Գերդաստանով մնաց ու տեր կանգնեց իր հողին էլ, իր ժողովրդին էլ։ Շահեն Մեղրյանը առաջիններից էր, ով զգաց, որ առանց մարտական խմբերի անհնար է պաշտպանել շրջանը եւ կազմեց ջոկատներ։ 1989-ից 92 թվականներին գրեթե մեկուսացման մեջ Շահումյանը դիմադրեց հենց իր շնորհիվ։ Սեփական տունը վերածել էր շտաբի, կնոջ ու երկու երեխաների աչքի առաջ ծրագիր էր մշակում, պայքարում ու մարտնչում։ Ասում էր, պետք է լինես աշխատասեր, եթե ուզում ես այս կյանքում շատ բանի հասնես, շատ աշխատիր։ Սա էր պատգամն իր երեխաներին, որը հիշում ու կյանքի են կոչում։ Գետաշենի ու Մարտունաշենի տեղահանությունից հետո հերթը հասավ Շահումյանի գյուղերին։ Թշնամին գրավեց Մանաշիդը, Բույսլուխը, Էրքեջը, իսկ 91-ին Շահեն Մեղրյանի ղեկավարությամբ հետ վերցրեցին այդ գյուղերը։ Այդ օպերացիան առաջինն էր Լեռնային Ղարաբաղում, երբ արցախյան ազատամարտիկներն իրենց ուժերով կարողացան գրավված տարածքներն ազատագրել։ Սակայն մեկ տարի անց թշնամու պրոֆեսիոնալ ռուսազգի վարձկանները տանկերով ներխուժեցին ու ողջ Շահումյանից տեղահանեցին հայերին։ Մեկ շաբաթվա ընթացքում փաստորեն ներգրավվեցին խաղի մեջ եւ այդպիսի դաժան ռազմական պարտության հասցրին Արցախի հյուսիսում։ Շահեն Մեղրյանն իհարկե չհամակերպվեց այդ մտքին եւ օրեր անց սկսեց պարտիզանական պատերազմը։ Պարտիզանների իրականացրած փայլուն գործողությունները դուրս հանեցին ադրբեջանցիներին հայկական հողից։ 1993-ին Եղնիկներ պարտիզանական ջոկատի հիմքով ստեղծվեց Շահեն Մեղրյան հատուկ նշանակության գունդը։ Թշնամին ոչ միայն զարմանում էր գնդի գործունեությունից, այլև վախենում։ 1993 թվականն էր, Շահեն Մեղրյանն իր հայդուկների հետ միասին կանգնած էր հաղթանակի եզրին։ Ավաղ, ապրիլի 17-ին հերթական մարտական առաջադրանքը կատարելիս Շահումյանից Երևան վերադառնալու ճանապարհին Արցախի երկնքում խփվեց Շահեն Մեղրյանին ու նրա 7 մարտական ընկերներին փոխադրող ուղղաթիռը։